Աննախադեպ մատչելի գներ Ֆայնո, սմարթֆոններ սկսած 29900 դրամից, պլանշետներ սկսած 39900 դրամից եւ ուշադրություն 15 դյույմ անկյունագծով Lenovo նոթբուքեր սկսած 149900 դրամից։ Բոլոր գները գործում են նաեւ ապառիկի դեպքում։ Ֆայն, որակյալ սարքեր, հաճելի գնումներ։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Բայց Դես կոչկա ու պարան, հանի Ուրեմն լես ինչ ենք անում, սկզբից կապում ենք ձեռները Չէ, սկզբից ոտերն ենք կապում Ոտերը ավելի վտանգավոր են Դրա ոտերը, որ ազատության մեջ մնաս, չէ Մեր տղամարդկությունն էլ կմնա անցյալում Ես ոտերը կկապեմ Չէ, ես կկապեմ ոտերը Բերանը ով ես կոչելու Բերանն է դու կանես Բայց ճիշտ այդ ձևով ձեր տուն տանելը Իմ բոլոր պահեստային տարբերակները վերջացել են Ուզում ես հետը խոսամ, կարող է լեզուք Ձև չկա, էդ իմ ներվերն է ուտում Էդի ուզում է, որ ես խնդրեմ, որ գա մերյան Հետո էլ որ ստենդի ասի խնդրել է Որ ղժյան վրես, ես չգիտեմ ուրեմն Քել Չէ հա, չգիտես ես այդքան շուտ հանձնվողներից չեմ Աչքես ինքն է, գիտես? Լավ, ես քեզ կզանգեմ Ով է? Ինչի ուրիշ մեղձի սպասում Ես չասեցի, որ տնից դուրս չեմ գալիս Եսը կտինենք, դուս կգաս թե չէ Հանկարծ չփորձվեք Շուտ բդիս ես կապրտենք բերենք Արցակենք, չէ? Արցակի ատեսնյակը դերված ոպքեքի մեջ չնգնի անգած Մերսի Խնդրեմ ցավդ տանը Դու ուզի բանուն ես ասելու Չէ Խցենք դժգոհությունը, բանը Չնայած ինչից դժգոհ ես որ Կապերը արցակեմ, թե սես լավը Ոնց կուզես Չնայած սենց է վաճի, բայց արցակի թու է թտուն Բայց էդի հեշ լավ չէ, որ դու չես բոյկոտում Գոնի ասա անչ Այս Անուշիկը ուր է? Մխո, հարցնում եմ, Անուշիկը ուր է? Բայց ինձ ինչ ես հարցնում, ատեսնյակ ջան։
Բա ում հարցնեմ մխոջան։ Եթե այդ աղջիկը չկա, նշանակում է քո մատը տեղ խառնա։ Իմ մատը խառը չի։ Այս առավոտելի բաղնիքի համար կռիվ են հարել։ Ամոթ չի այդ։ Բաղնիքն ինչ է, որ մարդ բաղնիքի համար իրար հետ վիճի։ Հմ? Դա էլ օաթոր չի։ Լավ զորբայի դար չի, ես չեմ հասկանում։ Դու բա զորբայի դարա, բա ինչ է։ Բայց զորբայությունը մեր տան համար չի։ Նես որ հիմա վեր կաց, գնա այդ աղջկանից ներողություն խնդրի, ասա որ գա մեր հետ նստի հաց ուտի, եղավ։ Ես կգնամ։ Նստի։ Մարգարիտա, մխոն, շատ մեծ սիրով կգնա, տենց չի տղես։ Լավ էլի ատեսնյակ։ Լավ էլի չկա այդ տղա։ Մինչև Անուշիկը չգա, մենք հաց չենք ուտելու, եղավ։ Դե գնա, արագ։ Այ քեզ բա։ Ես ինչ արա։ Կարելի է թխկացնել նոր ներս մտնել։ Չի կարելի։ Բանակում քեզ թույլ կտայիր ինչ որ սպայի սենյակ մտնեիր առանց դուռը թակելու։ Հերիքը համեմատություններ անես։ Ինչի հաց ուտելու։ Եթե քաղաքավարի կանչեր, միգուցե եւ գայի։ Համեցեք կերակրվելու։ Չեմ գալիս։ Անուշիկ, իմ տնեցիք հաշ չեն ուտում։ Սպասում եմ, որ դու գաս նոր ուտեն, իչի ներքև ասում եմ։ Վրամ ձեզյանա չէ ուղարկել։ Թե չէ քեզ որտեղից այդքան։ Մոլը սպայցարարի։ Միջև նորմալ, սիրալիր չհրավիրես։ Չեմ գա։ Լսի, մեր տանը սկի ինչ չեն հրավիրում հաց ուտելու, որ մնաց ես քեզ հրավիրեմ, հասկանում ես ինչ ես խոսում։ Ես ու դու հոմեկ չենք։ Դե գնայի։ Դու գնա։ Անուշիկը սովես չի։ Ոնց ես ասել։ Դες դեմքով, մուննաթով, դու դες դեմքով ինձ էլ ասել ես էլ չէի գա։ Ես տես դեմքով չեմ ասել սկզբից։ Տղա ջան, նորից եմ կրկնում։ Անուշիկը մինչև չգա, մենք հաց չենք ուտելու, հասկացար։ Դու իրենը գնա էլի։ Իրենին կլսի։ Ոչ, դու ես գնալու։ Բայց չի գալի, ինչ անեմ։ Մխո, սպասում ենք, տղա ջան։ Ինչ կա ծիծղալու։ Դե մտածում եմ, այս անգամ կստացվի ինձ նախաճաշի հրավիրել, թե չէ։ Անուշիկ, ուրեմն ես բանակ տեղ, որ մի բանը 3 անգամից ավել էի ասում, սկսում էի վրդովմունք ապրել։ Տես հիմա 20 անգամից այս վրդովմունք ապրում։ Ահագին կոփվել ես։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Արի ինչի ներքև մեր հետ նստի, ուզում ես հաց կեիր, ուզում ես մի կեիր, ինչ ուզում ես առանձի չի հետաքրքրում, մենակ քո ներկայությունը արի ապահովի, որ ատեսնյակը տենը եկել ես։ Այ տես նենց ես ասում, ոնց որ թե քո համար մեկ է, ես կգամ, չեմ գա։ Իսկ ես ուզում եմ, որ դու առանց ինձ չկարողանաս նախաճաշել, հասկանում ես, այդ անհանգստությունը չեմ տեսնում։ Դու ոչ է կտենաս։ Ոչ էլ կգամ։ Դու երես ինչ յանախուժություններ է։ Ուզում ես գնամ մի հատ էլ արի։ Ուզում եմ այսինչ միացես, տամ այսինչ ծեբխվես ես հայլուն։ Լավ, հասկացա։ Հիմա ես կիչնեմ ներքև, Վրամ դյադյային կասեմ, որ մխոն ինձ նեղացրել է, ու այդ պատճառով ես չեմ գալիս նախաճաշի։ Սպասիլը։ Դու իմը լուրջ ուզում ես, որ քեզ սատ կսնեմ։ Մխո,
Նենց բաներ մի ասա, որ չկարողանաս իրականացնել։ Դու ես քեզ вообще չեմ խնդրելու։ Էդի մեկն միշտ հիշի։ Մեկն միշտ հիշի, աղջիկների հետ սենց չեն խոսում։ Դու չեղ կլնը փագի։ Ձեն հյուրասիրում։ Ես քո տարիքին գիտես ոնց է հյուրասիրում։ Բայց դու էլ հյուրասիրելուց լավ չէիր, Վռամ ջան։ Դու ինչ գիտես ես լավ է թե չէ։ Դու իսկ կյանքում տեսել ես մեկին հյուրասիրես ու ասում ես լավ չէիր։ Դե ես էլ եմ ասում իմ մարդ։ Բա դենայիր։ Ay քուարե սուշն է թափվեց այ մարդ։ Սրբուի ուր կորավ, սրբուի։ Սրբուի։ Ես կլցնեմ, Վռամ ջաջա։ Հա, դու լսա Անուշիկ ջան, լսում երնեմ ջանիդ։ Այդ էս ցավը տան։ Ապրի իմ բալեն։ Զուժ բայց հանգիստ, այս։ Կներես խնդրում եմ։ Ինչ կներես բարիները։ Բայց ես չէի ուզում է։ Գնա չի ուզում ուրիշ տեղով տանիր, պարտադիր բնի վրով է սենս կցնեիր։ Դե լավ այդ ցավը տանեմ արա տղամարդ ես ինչ ես դմնվում մի թափես ոչինչ չնի, հա։ Դիդավորյալ արեց ատեսնյակ, ես չգիտեմ ուրեմն դիդավորյալ։ Ես դիտավորյալ չեմ անում։ Գնա Այդ պարտադիր պիտի ես հացը հարամանես չէ։ Հազիվ տեղն ենք ընկել։ Հազիվ այդ աղջիկը հարմարվել էր մեզ։ Քեզ քույման։ Բերկած գնա Անուշիկին ասա թող գա, շուտ արա։ Բերկած։ Ուրս պայծառարև։ Գժվելա ողջույններս հղում եմ այս մեծանուն աղբերությանը, շոու բիզնեսի առաքիչներին։ Ոնց եք, մեռնեմ ձեր արած գործին։ Լավ, դու ոնց ես։ Ապերներիս ասեմ, երեք դրեցի հաշվարկեցի այդ կլիպի ծախսերը, տեսա որ վրես դորդուբեշ է նստում։ Բայց մենք ասում ենք, չէ։ Բայց դուք ներետ չգցեք տղեկ ջան, ուրիշ բան եմ մտածել։ Ես կլնեմ ձեր պրոդյուսերը։ Բայց մեզ պրոդյուսեր պետք չի։ Մեռնեմ ձեզ։ Ես հիմա իհարկե հասկանում եմ ձեր ուրախությունը, որովհետև ինչքան եք ուզե, ինչքան եք փորձը չի ստացվել, ինչքան եք դուր ծեծե ու բացող չի եղել։ Ես հիմա իրականացնում եմ ձեր երազանքը։ Բայց դու որպես պրոդյուսեր ինչ ես անելու։ Ոնց։ Համերգներն եմ կազմակերպելու։ Ոնց։ Դե սկզբից կարող եմ մի քիչ էշանով երգեք, մի քիչ անհարմար տեղեր երգեք, մինչև ձեզ սիրել տակ։ Վալերի ջան, արի դու այդ գործով մի զբաղվի էլի։ Ես չեմ կարա չզբաղվեմ, աստղային աղբերություն։ Ախպերս մենք չենք ուզում երկով զբաղվենք։ Պետք չի ուզատվել, ընկճվել։ Ամեն ինչ լավ է լինելու։ Այսօր ձեր առաջի համերգն է, կգաք կերքեք, կտենաք ինչքան հրավերներ ալնելու դրանից հետո։ Ինչ համերգ։ Այսօր ընկերոջս երեխու կնունքն է։ Դու ինչ կնունք այ ախպեր։ Մեռնեմ սրտիդ, ամեն ինչ քո ուզածով ալնելու, ասել եմ ամենալավ տեխնիկան են բերում, մի խոսքով ամեն ինչ ձեր սրտով։ Բայց մեզ հարցրել ես Վալերի ջան։ Ես գիտեմ ձեր խասյաթը, որ հարցնեի, կարող եմ մտածեիք նեղություն եք տալի ինձ, այտենց մերժեիք, բայց այդտեղ նեղության մոմենտ չկա, տղեկ ջան։ Ապեն, նախ այսօր իմ ծնունդն է, երկրորդն ես այդպես տեղեր չեմ երգում։ Ոնց, այսօր քո ծնունդն է։ Մեռնեմ սրտից, շնորհավոր աղբերս։ Էս ինչ լավ բան ստացվեց, աղբեր։ Պատի հենա անիմաց փող ծախսերի ծնունդ աներ, հենա կգնանք կնունքին միանգամից կնշես էլի, հետդ էլ երկու հոգի մարդ կարաս բերես։ Ապեր այդ հնարավոր չի։ Կարող եմ մտածում ես ասում եմ առանց փող երկի, փողով վարուս ջան։ Ինչ կապ ունի։ Առանց ինձ հարցնելու մարդկանց ասում ես, որ ես իրենց համար գնալու եմ երգեմ։ Ասի ձեզ սյուրպրիզ անեմ, ինչ վատավոր։ Եթե մեզ գործ ես առաջարկում Վալերի, մենք դրա մասին պիտի նախապես իմանանք, որ մտածենք, ուզում ենք այդ գործը անենք, թե չէ։ Աղբերներ ջան, այդքանը հասկանում ենք, եթե գործերներ կուրսի կպահեինք, բայց էսի ձեր երազանքն ենք իրականացնում։ Հələ մի բան է դուք շնորհակալության տեղ ունեք։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express հյուրերը գոհ են, դուք երջանիկ։
Ինչն ա որ գա։ Սա փչացած է։ Ուրաստ է մեքենա, ամենավատ մեքենան մեզ են տվել ամո։ Դե Զանգի Արևշատյանին ասա մեքենան փչացել ա։ Չէ, ամո, դու գնա օֆիս ապեր։ Իրան ասա, համել արիթ է 2 կոպեկ փող կբերցնես։ Ասա յուղը պետքա փոխվի, մի կոպեկ չունենք որ փոխենք։ Դե արի իրար հետ գնանք էլի գա։ Ավտո թողեք ստե հատ կտանեն ապեր, կտանեն հասկանում ես։ Գակ ջան, դե գոնե մի 2 կոպեկ փող դու տաքսիով գնամ էլի։ Գժվեցիր համո։ Մենք փող չունենք մի կտոր պանիր առնենք, սաղորը իր երշիկն ենք ուտում, դու ասում ես 2 կոպեկ դու տաքսիով գնամ, հա։ Ոտով գնամ։ Համո։ Էս ի՞նչ ավիճակը դա տղա։ Պարոն Արևշատյան, մեքենան ա փչացել։ Գագոն էլ ասում ա, որ յուղը պետքա փոխվի։ Մենք էլ գումար չունենք, չգիտենք ինչ անենք։ Քեզ բան։ Համո ջան, այդ մեքենան ում անունով ա գրանցված։ Մեր։ Ապրես, ասես ձեր, բայց ես ինչ եք ուզում։ Դե հիմա ոնց որ փչացրել եք, գնացեք գնացեք սարքեք։ Պարոն Արևշատյան, ախր մենք գումար չունենք, է։ Այ տղա։ Ես քեզ ասում եմ մեքենա փչացրել եք, գնացեք սարքեք, դու ասում ես գումար չունենք։ Բայց էլ աշխատավարձը 2500 դրամով բարձրացրեցինք։ Էլի ձեզ ինչ չփրցակ արա։ Քեզ բան արա։ Գնացող եկողը փող ա ուզում։ Չանեմ արա, ես ոնց վարում եմ սանց հետ։ Լավ, համո, ուրեմն հիմա գնում ես ցեխ, մի պալաչկա սարձել կա ես վերցնում, դրանով յոլա է գնում, մինչև տնան գլխնես ինչ ա գալիս։ Ամա մի քիչ արյա գալի։ Էս ի՞նչ ես բերել։ Երշիկ։ Ես քեզ ասեմ գնա փողվել, դու գնում երշիկ ես բերել։ Դե Արևշատյանին ասցի, ասես գնա ցեխից երշիկ եկալ։ Դե տանը երշիկը լստու մեքենայի մեջ, թող աշխատի տար, տենան ոնց է աշխատում էսի։ Այ ես ի՞նչ անեմ, Գագո ջան, մի ժամա բացատրում եմ ապեր, ասում եմ ավտոմեքենա փչացել է, յուղ պետքա լցվի։ Որտեղ ենք վաբշե մենք աշխատում, հե։ Գագո, ապեր արի տանենք ես երշիկը ծախենք, յուղ առնենք, լցնենք մեքենան։ Դու չես հասկանում ապեր, տար ինչ ուզում ես արա համո։ Այս զարմանինը մենակ յուղը չի, ոչ մի բանը չի աշխատում սրա վրա նորմալ։ Արևշատյանն է։ Հա, պարոն Արևշատյան։ Այդ ինչի ապրանքը չեք տանում հասնում, հա? Արդեն մի քանի խանութից զանգել են։ Պարոն Արևշատյան, մեքենան փչացել է, ցավը տալեմ։ Հենց հիմա այդ ապրանքը տարեք հանդեքանութեին, շուտ արեք։ Եղավ պարոն Արևշատյան։ Ո՞նց տանեք, հələ ո՞նց տանեք։ Բրթելով պտի տանենք Գագո։ Որտե ասիորա։ Բարև։ Ուր ես այախպեր մեռա զանգելով։ Ինքն ա Վարուժը։ Չէ, ինքը ռշտունն է։ Շուտ արա գնանք սաղ ձեզ են սպասում։ Վարուժ, ես հիմա կկանչեմ։ Վարուժ, շնորհավոր։ Ախ, սա քեզ լավն է, չէ։ Թե շուտ արեք, գնանք, հյուրերը ձեզ են սպասում, լավ։ Գնանք մի լավ ուրախանանք։ Հա, բայց այսօր իմ ծնունդն է։ Լավ, չի փող չես ծախսի։ Ախպորս ընկերոջ երեխու կնունքն ու իմ շատ սիրելի Վարուժի ծնունդը միասին ենք անելու։ Համե հորքրենք սստեղ են, գնանք որ ծանոթանանք։ Հա, դու գնաս ես գալիս եմ։ Հա։ Հա։ Լավ։ Վարուժ չանես դες բա։ Դա ցածրը չի, մար թռնի։ Ես ի՞նչ արի դու իմ գլխին, հա։ Բայց ես ինչ մեղավ։
Գնա, որքուններ են ծանոթացել։ Նա ես կզի չեմ անելու։ Ուտեց, մնացի առանց աշխատանք Անուշիկ ջան։ Ոչինչ, լավ, դարդ մի արա։ Սկզբից ճիշտ ասած շատ էի նեղվել, բայց հետո որ հիշեցի, որ քեզ ունեմ, եւ իսենց տեսակնեց սենց հանգստացա։ Դե ապրես ըմբոջան, ապրես որ հանգստացել ես, դե հիմա վեր կացո գնատուն, թե չէ որ մխոն եկավ տեսավ իրա մահճակալին ես պարկացել, ձեռից չես պրծում։ Չես գծա, տո մխոնով է։ Ես էլ եմ էտ ասում էլի։ Ապեր, հիմա վաղն ենք այդ ավտոն բրթելով տանելու։ Ապեր։ Գագու չես լսում, ապեր։ Ձենդ չլսեմ, մամո։ Բայց ինչի ես ջղայնանում, Գագու։ Որովհետև ներվերս էլ չի հերիքում, ապեր։ Լավ էլի, ապեր, այտենց մի ասա էլի։ Ոնց ասեմ, ոնց ասեմ, մամո։ Ոչ փող ունենք, ապեր, ոչ շոր ունենք։ Ոչ աշխատող մեքենա ունենք։ Մենակ աշխատանք ունենք։ Շատ համահանի դուրս կգանք։ Դուրս գաս ուր գնաս։ Մարդ էլ աշխատանք ունենա ու սենց նեղված լինի։ Ալո, բարև ձեզ։ Ձեզ մոտ տնօրենի գործ կա։ Տնօրենի։ Լավ։ Ալո, բարև ձեզ։ Ես հայտարարությունով եմ զանգահարել, այստեղ նշված է, որ բանվորների տեղ ունեք, հա դուք։ Իսկ հնարավոր է տնօրենի գործ ունենաք։ Դե ամուսինս շատ լավ տնօրեն կարա լինի։ Չհասկացա։ Միած ձեզ հավաքեք, հա։ Ինչ էր, դու մտք խոսայր։ Քո համար գործ եմ ման գալի։ Կսեմ ու մտք խոսայր։ Վայ դե հայտարարություն էր, զանգեցի, ասացի կարող է տնօրենի գործ ունենաք։ Ասում եմ, չէ, տնօրենի գործ չունենք, բայց լավ քարտուղարու տեղ կա, կարող է ուզեք։ Ով են դրանք լզանգե տուր։ Ինչ որ պետք է իրանց ասել եմ ասում։ Զանգեք սեմ։ Ես իրանց քարտուղարուի կսարքեմ։ Ալո, բարև ձեզ։ Այդ ձեզի է քարտուղարուի պետքա։ Կարող է կամ քեզ իտեղ քարտուղարուի դարձնեմ, այ կրակաջիլ։ Ալո, անջդեց։ Դե լավ էլ մի զանգի։ Ով է սրանք вообще։ Կամ դու ինչի вообще կզանգես, ով է տեսես զանգես, են տնօրեն պետք է ձեզի։ Ցեն դելես вообще։ Բայց կարող է կպնում ամելո։ Ինչը կպնի։ Սի ամբիրի հարմար բանում կեղնի կաշխատինք ինչ ես խառնվե իրար։ Մենք չենք կարող սպասենք։ Սուսլը։ Արաշտում։ Ապեր Արիմերյան։ Անեգա ախպերես։ Այդ դուր ես գնում։ Ռաշտուն ես տուն։ Դե իրանց հարցրու, կարող է ինչ-որ տեղ ունենա։ Դոսուսիկ ես կան բանը չեմ հասկնա, իրանց մոդը դիք Վարտանից մոդն է։ Եթե Վարտանի մոդը տեղեղներ, Վարտանն ընձիքսեր։ Ու երիք է вообще զայլես տանես։ Մեղրամիսը չպրծած կյանքս կուտես, որ մեղրամիսը պրծնի ինչ կենես։ Ջան, ասում եմ, դու կյանքում ինչ-որ մեկին սիրած կաս։ Հակառակը շատ է եղել։ Բայց դու չէ։ Ես ինչ ես բերեքսի տեղերիս վրա, Անուշիկ։ Յա, մղջա, ապեր ջան, ալի մի քիչ էլ իրար չփենք, մփենք, ալի նստի։ Քեզ ով է թողեմ, գնացես։ Հետո ելե։ Ապեր չհասկացա, ես ինչ ես անում, մենք ընկեր տղա ենք։ Իսկ ով է սրան թողես թե վեր ընկնի, Անուշիկ։ Վայ, դե քայլելով եկանք ու որոշեցինք ստեղ նստենք։ Տենց էլի։ Հա, նես ձերը մեր պրասպեկտով քայլում եք, մեկի հոբ տեսակ լավ օբյեկտը մտակ, հա։ Դե վայ պուկ եղարստի շուտերը։ Ապեր ես այսօր ստեղ եմ մնալու։ Արա, ասում եմ պուկ ելերստուց։ Չհասկացա, ապեր, հիմա որ դու գայր մեր տուն, բայց քո հետ տենց կվարվեք։ Քեզ թվում է այսի ձեր տունը չի։ Անձնի շատ եք ստել դմերը, ձեր տունն է, բա ինչ է։ Դավայ հելար հմու շուտերը։ Լավ, հմբոջան, արի դու գնա, ես գործեր ունեմ, լավ։
Անջան ինձ կուղեկցես, հա։ Կողեկցեմ։ Այդ յանի իմ ասեցով չես անում, հա։ Դավայ։ Իսկ գժվի մարը, իս տուն արա вообще? Իս ում տունն է вообще? Եսեք ելես։ Հեսա գնում եմ։ Չի դրա համար չեմ ասում։ Իր ջան դու մինչև փոխվես ես Անուշիկի հետ երկու բառ փոխ եմ եկել։ Հերի անջան։ Անուլ։ Հա։ Դե մի նայ վրես որ ասեմ։ Ասա լսում եմ։ Լավ էլի դիվայ։ Վայ, կարևոր բան էի նայում, մի հատ տուր, հա։ Կարևոր բան նայելու ոնց կարել ինձ լսիր։ Մխո ես շտապում եմ, ասա։ Ասում եմ։ Լավ տեղավորված։ Մեր տանը։ Հա դե նկատի ունեմ սաղ տուշնի ինձ բան չկան ինձ։ Չի ես խնդում է։ Իմ փոխարեն լինեիր ինչ կանեիր։ Քու փոխարին մուդել է։ Մխոին միատնես կպաչի ուշքը գետեր կնգներ։ Ափսոս պամադա եմ քսել։ Հա ջենջի։ Հետո էլի կքսես ինչ կա որ։ Չեմ կարա։ Հան։ Մխո։ Դու ինձ բան չունես ասելու։ Ունեմ ուշ չունեմ։ Դե ասա։ Զերոնց յոթանավականից դիմավորել պետք չի։ Չէ, պետք չի։ Ինա եսի առաջարկել։ Արդեն առաջարկել են այսօր։ Ովքեր։ Մեր շենքի տղաները։ Բայց դու դրանց ծրի, հա։ Ձեր շենքի տղանյակներն ով ըլան որ կան դիմավորել։ Ծրել եմ, ծրել։ Դզվի հերը, կորսրիր քեզ էլի մխորը։ Բաղչնյակի մոտ տենց են պահում իրան։ Մութել հերը, ցնդել ես լղիվ։ Իր, աղբորոտ հետ ինչ-որ բան է կատարվում։ Ինձ թվում է ինքն էլ անկել իմ թակարդը։ Ինչի ես զարմանում, որ դու դրա մասնակետը չես։ Դե ես չեմ կասկածում իմ հնարավորությունների վրա։ Ուղղակի ես չգիտեի, որ բիձեքին էլ եմ կարող հրապուրեմ։ Մենակ տենայր ոնց էր հալվել։ Կարող է ես էլ նոր խաղա։ Չէ, ինչ խաղ։ Դե ես մտածում եմ, որ կարող է այդ կերպ ուզում եմ։ Գիտես ինչ։ Ամեն դեպքում իրա վերափոխվել ինձ շատ դուր է գալիս։ Դեմ չէ։ Բայց որ իմացել է որ են գնում հաստատ կգժվի։ Երազանքը կիրականացնեմ, ոչ մի բան էլ չի ասի։ Ինչ երազանք։ Ուզում եմ, որ շրթունքները համբուրեմ։ Ես չեմ հավատում, որ դու տենց բան կանես։ Ճիշտ է, ես մենակ կարամ հոգին ուտեմ, ուրիշ ոչ մի բան։ Բայց քեզ հաստատ կհավանան, գիտես։ Հա։ Հա։ Իրանց հենց քո նման աղջկա։ Գնացի։